Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր մենք միասին կպատրաստենք պիստակի տիրամիսու։ Պիստակով տիրամիսու պատրաստելու համար մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են 3 հավկիթ, սպիտակ շաքարավազ, կարիճնիվի շաքարավազ, մասկարպոնե, պիստակի կրեմ, սլիվկա և սավոյարդի թխված բլիթներ։ 3 ձուն կոտրում ենք հարիչի մեջ։ Եվ ավելացնում ենք սպիտակ և կարիճնիվի շաքարավազը և միացնում ենք ամենաբարձր աստիճանի վրա և թողնում ենք մինչև դառնա համասար զանգված սպիտակի և բարձրանա 2-ից 3 անգամ։ Այդ ընթացքում մինչև մեր հավկիթները կբարձրանան և կսպիտակեն, մենք ավելացնենք այստեղ պիստակի կրեմը և սլիվկան։ Չափաբաժինները ես կգրեմ մեկնաբանությունում և դուք կփորձեք կտեսնեք ինչ համեղ գեղեցիկ բերանում հալչող տիրամիսու է։ Հիմա առանձին տարայում կխառնենք պիստակի կրեմը և սլիվկան միասին, ձեռքով կխառնենք և կպնդանա։ Այստեղ դուք կարող եք ավելացնել կանաչ գույնի սննդի ներք, մի փոքր գույնը փոխելու համար, եթե կա ցանկություն։ Ահա տեսեք ինչպես պնդացավ։ Մեր ձվի և շաքարավազի վրա ավելացնում ենք մեր սլիվկայով խառնած պիստակի կրեմը։ Լավ հարվելուց հետո ավելացնում ենք մասկարպոնե տեսակի պանիրը և մի փոքր գաղտնիք այստեղ ձեզ կբացեմ։ Մասկարպոնեն ավելացնելու ընթացքում մասկարպոնեի տարայի մեջ կա ավելացած ջուր։ Այդ ջուրը պետք է այնպես անենք, որպեսզի ոչ մի գրամ չլցվի մեր զանգվածի մեջ։ Մեր կրեմը սկսվում է թուլանալ։ Ահա և հարեցինք, վերջացրեցինք, մեր զանգվածը մի փոքր պնդեց, ապա տեսեք ինչ գեղեցիկ է ստացվել։ Գույնը տեսախցիկից այս կողմ մի փոքր բաց է երևում, բայց ինքը իրականում շատ գեղեցիկ կանաչավուն գույն ունի։ Այստեղ ավելացնում ենք 1 ճաշի գտալ մեր կրեմից, թխված բլիթները սավոյարդի թաթախում ենք մալինայի ռագուի մեջ, մյուս հոլովակում կտեղադրեմ ինչպես ենք պատրաստում մալինայի ռագուն։
պիստակի համ այնպես է գալիս, այնպես հոտ ունի, ամբողջ խոհանոցով մեկ տարածվել է, պատրաստեք եւ չեք փոշմանի։ Եվ ավելացնում ենք հաջորդ շերտը։ Ահա տեսեք ինչ գեղեցիկ պինդ կրեմ է ստացվել։ Եվ ձևավորում ենք այնպես, ինչպես որ դուք կցանկանաք։ Կարող եք ավելացնել հատապտուղներ, կարող եք ավելացնել ուղղակի պիստակը, կարող եք ավելացնել ուղղակի մալինա։ Ես ավելացրեցի ելակ, հապալաս, նանայի տերևով զարդարեցի եւ մի փոքր պիստակ։ Դե ինչ բարի ախորժակ սիրելիներս։ Բաժանորդագրվեք իմ ալիքին եւ հետևեք ինձ։